Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյանը եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ սիրված երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին։ Բարև ձեզ Դավիթ։ Բարև։ Ինչպես պայմանավորվեցինք, պարոն Ամալյան, չեմ ասելու ձեր խնդրանքով։ Մի հատ լավ դիտարկում արեցիք, ասցիք պարոնների ձեռքը կրակն ենք ընկել, հա, այդպեսի մի ձևակերպում արեցիք։ Կրակի նման էլի տենց մի բան ընկել ենք։ Կամ կրակում ենք հայտնվել այս դեպքում նաեւ։ Կա տենց բան։ Դավիթ, կրակի մասին խոսեցինք եւ բառի բուն իմաստով կրակի մեջ է կրկին հայտնվել մեր տարածաշրջանը Արցախյան պատերազմից հետո, այս աղետներից հետո հիմա այս ամենը տեղափոխվել է մեր հարևան բարեկամ երկրի տարածք, սակայն սա միայն ասել, որ Իրանով է սահմանափակվում, շատ մեծ սխալ կլինի, ամբողջ տարածաշրջանը միջին արևելքը, ծոցի երկրները ամբողջությամբ ներգրավել են այս խայտառակ պատմության մեջ, Իրանը 2 օր առաջ սկսվեց ռմբակոծվել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ ջանքերով, ճակերտավոր ջանքերով, եւ մենք էլ անմիջապես այդ ամենի կողքին ենք։ Ես այսօր շատ կուզեի ձեզ հետ խոսել մեր երկրում ներսում տեղի ունեցող շատ ու շատ խնդիրների մասին, բայց թերևս մեր ներսի խնդիրները հիմա դառնում են անմիջական ռեգիոնալ խնդիրներ։ Ինչ եք տեսնում այս ամենի ելքը որն է լինելու։ Վերջերս ստիպված ենք շատ երևում, այսինքն որևէ հաղորդում չեմ կարողանում մերժել, որովհետև ցավոք սրտի մշակույթն ու կրթության համակարգը այսօր դարձել են խրամատներ։ Զոհվածի հուշ երեկո անելու համար խնդիրներ ենք ունենում։ Թե կրթական համակարգում, թե մշակութային։ Դավիթ, այսինքն հիմա շարունակել ենք, հիմա մասին ընթացքում կխոսենք։ Լավ։ Հիմա Ռիփսիմե ջան, անկեղծ պիտի ասեմ, անցյալ անգամ որ զանգեցի, դեռ մի շաբաթ առաջ էր եւ նոր էի հաղորդման լինում, արտակի հյուրը պիտի լինեի, խնդրեցի, որ մի քիչ հետո անենք, պայմանավորվեցինք, որ մի շաբաթ հետո, ես եթե իմանայի Իրանի պատերազմը սկսելու էր, գոնե ժամանակ կխոսեի, որ ես մեծ միջազգային բաներից խոսելու առիթ չունենայի, որտեղ ես միջազգային հարաբերություններից քաղաքական մեկնաբանություն անելիս ինքս ինձ որ նայում ծիծաղել եմ, որովհետև դա գոնե պիտի քաղաքագետ լինի եւ գոնե կրթական մասով պիտի դիլետանտ լինի խոսելու։ Բայց իմ հասկացած չափով ես միշտ ասում եմ քաղաքականությունից հեռու եմ եւ սա քաղաքականություն չի։ Այս ինչ որ այսօր կատարվում է նույնիսկ միջազգային ասպարեզներում մեծ երկրների հետաքրքրությունների սահմաններում քաղաքականություն չի, մարդկային որակի անկումն է։ Դուք հաղորդումից առաջ մի շատ դիպուկ դիտարկում արեցիք, որ ժամանակին պատերազմների ընթացքում ծննդատներին, մանկատներին, մանկական տեղերին, ծերանոցներին, հիվանդանոցներին չէին խփում։ Դե ինչպես 20 թվականին տեսանք, որ հիվանդանոցի են խփում, հոսպիտալի են խփում։ Հիմա արդեն այդ ատելության դաշտը անցել է միջազգային ասպարեզ նաև։ Սա մարդկային որակում է։ Առաջ եկեք հիշենք, մեր երկրի մասով համեմատություն անենք, զոհվածի ընտանիքը խորան էր, բառացիորեն խորան էր։ Մարտի 1-ին դուշման Վարդանի մեքենան, իր անձնական մեքենան, իր եղբոր մոտ էր իր զոհվելուց հետո, այդ որ մեքենաներ էին այրել, չգիտեմ որ կողմը ինչ ոնց, այդ մեքենային չէին կպել, իսկ նույնիսկ զոհվածի առարկան, որտեվ ինչ որ մեկը գրել էր, որ սա Վարդանի ավտոն է կամ ճանաչել էին, որ նույնիսկ այդ մեքենային չէին կպել, որովհետև նույնիսկ զոհվածի առարկան արժեք էր, ոնց Վարդանի ավտոն ոնց կվառեն։ Ուր մնաց Վարդանի ծնողի հետ կապված կամ բան, բայց հիմա հələ տեսեք ինչ է կատարվում։ Բերիքչի ձերբակալում են, ձերբակալելուց առաջ ու հետո էլ հայոյում են այդ իրանց բաները։ Առաջացած երևույթներ են։ Արայի մասին եք խոսում, չէ՞։ Ոչ միայն Արան, Գարիկը, Գարիկը, այո։ Գալյան։ Իմ ընկերներն են։
Եվ չեմ կարողանում հասկանալ զոհվածի ինչի մենակ Խաչիկ Մանուկյանին ձերբակալել չէ, բայց ովքեր որ ինչ որ դաշտ են ներկայացնում, ինչ որ միտք են արտահայտում Կարին Տոնոյանին իմ մասին չեմ խոսում, որտեղ ես միջև զոհվածի ծնող լինելը բոլոր զոհվածի ծնողների կողքն եմ եղել։ Այսինքն թե Արցախյանի ժամանակ դրանք իմ փոխանինաբար իմ ծնողներն են եղել։ Եվ ասեմ այն ժամանակ եթե նույնիսկ որևէ զոհվածի տան անդամի հետ կապված խնդիր էր լինում, ասում էինք վերջ, ես ինչի եղբայրն է, այն ինչի քույրն է, այն ինչի մայրն է, վերջ, թեման փակում ենք։ Այսինքն մենք բացասաբար նույնիսկ մեր տղերքի մեջ ինչ որ մեկի մասին բան չէինք կարողանում խոսել, որտեղ դա այս մարդու աղբերն է, վերջ։ Իսկ հիմա տեսեք ատելության այս բանը ճղճիմությունը գալիս է փոքրοκությունից եւ տգիտությունից։ Տգիտության մի ձև կա, որ սովորական ընդհանրենք միջավայրը այնպես է եղել, որ չի կրթվել, չի կարդացել, բայց ինքը որպես մարդ ազնիվ է, մաքուր է։ Բայց երբ որ փոքրոքին է տգետ լինում, այդ վտանգավոր բան է։ Երբեմն փոքրոքին, որ կրթվում է, ավելի այլանդակ բան է դառնում, որտեղ իր հոգին տգետ է, կրթվում է ուղեղն է զարգանում եւ այդ հոգու տգիտությունը սկսում է չարացնել իրան։ Արտացոլվել ավելի դա ավելի վտանգավոր բան է։ Դավիթ, դուք իհարկե նշեցիք, որ միջազգային հարաբերություններից, արտաքին հարաբերություններից դուք առանձնապես գլուխ չեք հանում, հա, բայց ասացիք, որ ես հենց այդ եմ ուզում ասեմ, իհարկե, բայց նաև մի շատ լավ դիտարկում արեցիք, որ այս ամեն ինչը քաղաքականություն չի վաղուց։ Իրանական խնդրի մասին ձեզ հարց տալը անմիջապես կապված էր հենց մեր երկրի հետ, որովհետև ես ձեզ հետ օրակարգ չեմ բերում բացարձակ, թե Իրանի շուրջ եւ Իրանում ինչու այդ ամեն ինչը եղավ։ Մեր այդ ամենի ազդեցությունը մեր երկրի վրա, արդյոք այդ վտանգները չկան, վերջիվերջո մենք չենք կարողանում շնչել այս մեր բոլոր ունեցած աղետներից եւ հիմա արդեն տարածաշրջանի նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ, իսկ մեր երկիրը ներսից շատ ջլատված եւ թույլ է։ Դեր երկրի ամենամեծ խնդիրը անտարբերների դաշտն է։ Եվ եթե եւ հենց դրանով էլ պայմանավորված է, այնքան շատ են այդ անտարբերները, որ ընդհանուր երկրի ասոցիացիան այդպես է, որ մենք անտարբեր ենք նույնիսկ մեր հենարան պետության վերացման ճանապարհի։ Չեմ կարծում, թե Իրանը կվերանա, չեմ կարծում, թե Իրանը չի դիմակայի, ամեն դեպքում Աստված չանի, բա որ հանկարծ հետևակով մտնեն Իրան։ Եվ դա դառնա արդեն իրենց, այսինքն այլանդակ ծրագրի մի գործոնը որպես տարածք։ Այո։ Դե ցավում եմ, որ այդպես է։ Հուսամ Իրանի դաշնակից հզոր պետությունները դրան պետք է որ թույլ չտան, որտեվ կան երկրներ, որ ամեն դեպքում ճիշտ է, Ռուսաստանը այսօր կարգավիճակով վատ վիճակում է, բայց Չինաստան կա, բան կա, որ այդքան էլ համախոհ չեն։ Թեպետես վերջերս արդեն ոնց որ քաղաքականությունից եմ խոսում, միտեղ տեսա, որ Թրամփը Ռուսաստանի եւ Չինաստանի մասին շատ դրական արտահայտվեց, միգուցե ինչ որ համաձայնություն է ձեռք բերել իրանց երրորդ ընկերոջը։ Գերտերությունները խառնել։ Դրա համար ոնց որ արդեն լեզվիս են տալիս։ Չէ, լավ եք անում, Ինչ վերաբերում է մեր անտարբերությանը, սա էլի եմ ասում, մարդկային արժեք է։ Այդ նույն անտարբեր մարդը, ոնց որ ասում է ես դե ջհանդամ ընտրության չեմ գնա, մեկը ինչ ուզում անում է։ Այո։ Այդ անտարբեր մարդու ղեկավարն էլ անտարբեր է, որ Պարսկաստանում սենց է։ Ձեր ասածի պես ես չեմ հետևում, իսկապես չեմ հետևում։ Մի բանի ես միշտ ասում եմ, նեգատիվ ինֆորմացիան ինձ հոգեպես եւ ֆիզիկապես վատացնում է։ Ես մի բանի մեջ որոք չեմ կարող տալ, եթե որևէ բան չեմ կարող անել, ինձ համար լսել, թե օրը քանի հազար հոգի զոհվեց, հերթական սրտանոթային խնդիրն է։ Այո, ես ուղղակի ճիշտ է, այս դեպքում այն չի, որ ջահելամի քաղաքականություն եմ անում, գլուխս մտցնում եմ ավազի մեջ, որ չիմանամ ինչ է կատարվում, բայց ամեն դեպքում փորձում եմ սառը դատել, փորձում եմ բան լինել։ Բայց այն ինչ որ կատարվում է, հիմա մեր անտարբերությունը իսկապես քստամնելի է։
Չեմ ասում հիմա բանակ կազմենք գնանք Իրանում կռվելու, ծիծաղելի կլինի։ Չէ, բայց մենք ինքներս մեր խնդիրների նկատմամբ ենք անտարբեր, Դավիթ ջան, խոսքը սրա մասին է։ Պետությունը այս պահին ծիծաղելի է սրանց պետություն անվանել, բայց պետությունը ինչ որ քայլեր անի, ցավակցական հերագրեր անի, հայտարարություն անի, որ մի բան անի։ Դե հիմա էլ Թրամփից են վախում։ Ոչ թե ասի Թրամփ ջան մի խփի։ Ասի մեր արևաններն են էլի։ Ինչ որ մի բան անի, մի քայլ անի։ Ամբողջ խնդիրը դա է արդեն ցավոք սրտի։ Հա, եւ այսօր էլի եմ ասում։ Մեր ամենամեծ խնդիրը անտարբերներին հոգեդարձ անելն է։ Լավ բան ասեցիք։ Տեսեք, դուք նշեցիք ներողություն բառիս համար, այդ բառը սեղանի շուրջ չեմ ասում, թեպետ սեղան հա ջուր կա, հաց չկա, բայց ջուր կա։ Ամեն դեպքում նիկոլական լինելը, եթե ինչ որ շահի համար չի, ուղղակի տենց կան, չէ, աշտարակի Ռուստամը, Ախուրյանի անուն, տենց նիկոլականները իմ համար դրանցով են սահմանափակում, ավելի ազնիվ երևույթ է, քան ինտելեկտուալ անտարբերները։ Այո։ Որոնք հասկանում են ինչա կատարում, բայց ձայն չեն հանում, որովհետև աշխատանք ունեն։ Երեկոները ինչ որտեղ իրանք էլ են հայոյում, բայց դիվադրում են, որովհետև սենց։ Իսկ են անտարբերները, որ առավոտից իրիկուն չեն ընդունում Նիկոլին, չեն ընդունում լավ նախկիններին, բայց ասում են ոչ մեկի չեն կընտրելու։ Բա ինչ եք ընտրելու, Ադրբեջանին։ Ընտրել եք Չընտրողները, չգնացողները, իրենք արդեն սրանց են ձայն տալիս։ Չէ, շատերին գիտեմ, որ ուղղակի չեն գնում, սրանցից։ Չէ, ասեմ Դավիթ ջան։ Երբ որ իրենք չեն գնում ընտրության։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Երբ չեն գնում ընտրության, արդեն ավտոմատ սրանց են ձայն տալիս, դա եմ ասում։ Այն օրը մի տեղ ենք, որտեղ խոսում էինք ընտրականակի բանի մասին, բաժնում է, եթե 1.300.000-ից մի քիչ ավել ընտրող լինի, այսինքն իրանք շանս չունեն անցնելու, որտեղ իրանք ձայներից կոնկրետ քանակ կա։ Իշխանական լծակներով սկսված միջ իշխանական այնտեղ բակային կուլտուրաներ, բաներ, որոնք կլսեն մարդկանց, ովքեր իրանց մի խոսքով այս ամեն ինչը հաշվի առնելով իրանք 22-23% ձայն ունեն։ Իսկ եթե 50 քանի տոկոս լինի ընտրողների քանակը, իրանք ավտոմատ չեն ասնի։ Հենց դա է ասում, ինչքան շատ գնան ընտրատեղամաս, քանակը շատ կարևոր է։ Մի խելոք մի ընկեր ասեց հաղորդմանը կասես հիշեցի, հիմա ասեմ։ Մի երաշալի մարդ, Դավթաշենում հանդիպեցինք, խոսեցինք, ասեց, որ եթե չեմ սխալվում, մի քանի 100,000 անցյալ անգամ հակա այս իշխանության ձայներ են ունեցել։ Հիմա այդ ամեն ձայնը, եթե կարողանա մեկ հոգի իրան համոզել անտարբերների դաշտից բերի ընտրության, մենք փայլուն հաղթանակ կունենանք։ Ծիծաղելի է հաղթանակ համարել այն, ինչ որ օրենքով չպետք է լիներ։ Օրենքով պետությունը պետք է այնքան ուժեղ լիներ, որ մենք չմտածեինք ով է։ Բայց մենք այսօր ցավոք սրտի մեր պետությունը թշնամու ձեռքին է։ Եվ սա բառացիորեն հաղթանակի մասին է խոսքը։ Չգիտենք էլ հետո, հա, իսկապես հայերի, ժողովուրդ բառանից, ժողովուրդը, դուխովը, լիքը բառեր, նենց բաների, որտեղ հայ լինելը, հայ ազգի, այդ որ Facebook-յան մի հատ բան կա, ժողջան բան, այդ ժողջանը առանձին բան են, կատեգորիա են, իրանք ոչ Նիկոլից են բան հասկանում, ոչ երկրից, ոչ մի բանից, իրանք Բերում են կասեք, այս ինչ երկիր գնալուց ինչ մեքենա այ բալամ, ուրիշ դարդ չունեք։ Գոնե հումորներ գրեք, դա ավելի է բանը։ Ես հումոր շատ եմ սիրում եւ ասեմ կյանքը ծնունդից միջև մահ հումոր է, երբեմն մահն էլ է հումոր։ Եթե տեզերքին ուրիշ աչքով ես նայում, մահը ընդամենը միջոց է լինում հիմնական տեղ գնալու։ Լավ եք ասում։ Ուղղակի ամեն մարդ պետքա գա հասնի այդ գաղափարին, որ պատկերացնի թե հիմա այդ որ հումոր է, չեմ ասում, մի վիճակից մի վիճակի անցնել։ Ծաղիկ թե ես ինչ է կատարում, չէ, ես էլ բան չի, բայց դա կյանքի հումորով է պետք նել։ Դավիթ, ընտրությունների, ակնկալվող ընտրությունների մասին խոսեցիք եւ այո, ես կիսում եմ ձեր կարծիքը, որ որքան շատ մարդ տնից դուրս գա այդ օրը եւ գնա ընտրատեղամաս, մենք իսկապես կհաջողենք։ Իսկ առհասարակ ակնկալիքը, սպասելիքը որն է, ինչ եք պատկերացնում, արդյոք մենք կկարողանանք այդ հարցը լուծել։ Այս համեմատությունը շատ սրանց ուղարկել այնտեղ, որտեղից որ եկել են եւ ոչ թե այնտեղից որ եկել են, այլ կանգնեն բոլորը արդարադատության առջեւ։ Եթե չեմ սխալվում, մեր
նախորդ հարցազրույցը որ տեղի ունեցել գրեթե տարի ու կես առաջ նույն բանը եթե չեմ սխալվում ասել եմ եթե ասել եմ ներողություն եմ խնդրում չէ կապ չունի մենք պետք է անընդհատ ասենք մի բաները որ հասնենք որ քաղցկեղով հիվանդ է եւ ընկածա գետնին եւ ինչեւ քաղցկեղը չհանենք մեր միջից մենք չենք կարող կանգնել քաղցկեղը այդ հիվանդությունը թույլ չի տալիս որ մենք կանգնենք որ կանգնենք կկրվենք էլ, կբուժվենք էլ, կուրախանանք էլ, կպարտվենք էլ, կհաղթենք էլ, ամեն ինչ էլ կլինի։ Բայց պիտի կարողանանք կանգնել, այս պահին այդ քաղցկեղն էց է ճնշել եւ անեցենք, որ մյուսներն էլ առիթից օգտվում, գալիս քացով տալիս գնում են։ Ալիև կաշկան ծիծաղումը ձեռ առնելու բաներ անում, մյուսնենց, հետո ծաղրի առարկա ենք դարձել Դավիթ։ Դրա համար ծաղրի առարկա ենք դարձել, բայց իրանց էլ այդ ճշտամի այդ ուրախացողներին ասեմ, որ մարդկային որակավորման մեջ ամենաայլանդակ բանը մարդը հիվանդի վերածիծաղողն է։ Այս պահին մենք հիվանդ ենք, մենք այդ հիվանդությունը կբուժենք մի օր։ Իսկ երբ որ բուժենք, ձեր ծիծաղը ձեր վրա թանկ է նստելու։ Որտեղ սերունդ ունենք աշխարհը չունի։ Երբ որ 2000-ական թվերին խոսում էին, որ հնարավոր պատերազմ լինի բան, մի երգ ունեի, Եռաբլուր երգը, այնտեղ մի տող կար, որ այսքան որցեր, որ ծնվեցին, տեսնես տղերք կդառնան։ Այդ երգը քարորիայից հետո էլ չերգեցի, որտեղ այդ ծնված որցերը ունես տղերք դառան, որ մեր սերունդը մի բաներ ամաչեց իրանց ուժից։ Ցավոք այդ որցերը ավելի ուժեղ էին, ավելի բան էին, բայց իրանք բարկություն վաստակեցին։ Որովհետև առաջնորդի փոփոխություն եղավ ծիծաղելի։ Պարտության տարան։ Մեր երեխեքին պարտության տարան։ Հա, նայեք Արցախյանի առաջնորդներին, լավ, շատ անուններ չտամ, մի հատ սիմվոլիկ անուն տա, որը հենց ինքն էլ այդ սիմվոլիկ եւ բանակի եւ հաղթանակի կերպարն է Վազգեն Սարգսյան։ Կարող եք Վազգեն Սարգսյանին համեմատել այսօրվա որևէ առաջնորդիկի հետ, ծիծաղելի կլինի։ Որ ասում է ծիծաղելի է, հումորը չեք պատկերացնում։ Նրա մառանչոցն ու սրանց մլավոցը, նրա կրունցքն ու սրանց թաթիկները։ Դավիթ ջան, սրանք մենակ իրենց սեփական ժողովրդի ազգի նկատմամբ են այսպես անում։ Փիսիկ են դրսերում, տեսնում եք թե ինչ փիսիկ են դրսերում։ Իսկ ներսում ինչ են անում, բանտարկում են, սրբազաններին բանտարկում են, լավ տղերքին բանտարկում են, գլխներին պատմություն են սարքում, տարատեսակ, թե ինչքան բանտարկյաններ կան։ Մի օր շատ հետաքրքիր դասախոսություններ կարդում, երիտասարդների ներողացույցով նայում էի, այն ժամանակ հələ ձերբակալվում, հələ այդ բանդան չէր ստեղծել այդ որ։ Խեղճ սրբազան, աբեկչություն անելու։ Ուրեմն իրավունքի մասին էր խոսում, դասախոսությունը իրավունքի մասին էր։ Նույն միտքը ինքս ասել եմ, բայց Բագրատը ավելի սրբազանը ավելի բանով էր խոսում, ավելի գիտականորեն էր բացատրում եւ հոգեվոր գիտականորեն նկատի ունեմ։ Ժողովուրդ իրավունք սիրողը տան անդամ չի սիրում։ Սրանք իրավունքապաշտների իշխանություն են։ Իրավունք սիրողը սկսում է իրավունքով մոտենալ բոլոր հարցերին։ Այսինքն ես իրավունք ունեմ։ Հիմա հետիոտներն ու վարորդները կփաստեն այդ թույլատրելի ճանապարհով անցնող մարդկանց, ես նայում եմ հենց դեմոնստրատիվ դանդաղ անցնում, ասում եմ այս բանը իրավունքապաշտ է։ Դե իրավունքապաշտ լինելը լավ բան է, բայց սրանք որ իրավունքն ու իրավունքապաշտ լինելը լավ բան չի։ Իրավունքը օրենքը հարգում ես երբեմն իհարկե, բայց երբ որ օրենք սիրելը լավ բան է։ Դեմ չեմ, բայց նայած օրենք, չէ՞, հիմա այդ ճանապարհը տրված է քեզ անցնելու, դու անցնում ես 50 հատ մեքենա է կանգնած։ Դու փորձում ես մաքսիմում արագ անցնել, որ այդ 50 մեքենան էլ տեղ ունեն գնալու, չէ՞։ Բայց երբ որ դու դեմոնստրատիվ դանդաղ ես անցնում, որտեղ լույսը քոնա, ճանապարհը քոնա, դու թքած ունես նրանց կանգնելու վրա։ Հա, ասում եմ ճանապարհն իմն է։ Որտեղ ինքը հնարավորություն չի ունեցել ինչ որ մի բան իրանում ունենալու։ Կներեք հին հայերենում միջնադարյան կար տենց մի բառ հավիժնիկ։ Այդ մարդը հնարավորություն չի ունեցել։ Դավիթ, բայց իրավունք չասենք, իրավունքը լավ բառ է։ Իրավունքը ես գիտեմ, բայց իրավունքով սիրելը շատ վատ բառ է։ Հա։
Ցավը Ձեր մեկնաբանությամբ ու օրինակով հա, իրավունքը ինքը ի՞նչ է, իրավունքը հիմա ես իրավունք չունեմ, որ ենթադրենք այս պահին այս սեղանը շուրջ տամ, դրա համար շուրջ եմ տալիս։ Ես նույնիսկ միշտ իմ հավատացյալ ընկերների հետ երբեմն ասում եմ, եթե պատվիրանները չգրեին, ամբողջ օրը դիշանանայինք ու մարդասպանել ենք։ Իսկ գրել եք նոր չեք անում, կարդացել եք։ Մարդու հոգու գրածը եւ հոգու իրավունքը ավելի տեզերական արժեք է։ Հասկացա ինչ եք ասում, այսինքն մարդը պետք է իր ներքին կառուցվածքը ունենա, ներքին բարոյականությունը ունենա։ Ոստիկանը ասեց, այստեղ կանգնել չի կարելի, ես էլ ասեցի շնորհակալություն, ման գնացի ուրիշտեղ մի կերպ կանգնեցի, դրա համար ուշացա։ Հիմա ես ինչ անեի, հիմա օգտվեի իմ իրավունքից դատի տա իրեն, որտեղ չէր կարելի էր։ Հա։ Ուղղակի շինարարական ինչ-որ մեքենայի տեղ էին թողել, այդ տեղն էլ էի թողում, անցնելու էր, ասես չէ, մի կանգնեք, չուզեցի վիճեմ, որտեղ։ Հիմա ես գնամ իրան դատի տամ։ Ես հո ԿՊ-ից չեմ։ Սրանք ամեն ինչի մեջ փորձում են մարդկային որակավորումը, բան ասենց, իրանք կապ չունի մարդը։ Չեք զգացել, որ վերջին շրջանում մարդու արժեքների վրա ոչ մի բան չի ազդում։ Եղբայր, ես մշակութային մասով ասեմ, իմ հասկացած մասով ասեմ, այդ ինչ եք պարում։ Այդ որ թրվռում եք, այդ ինչի մասին եք պարում։ Է որ պարում էին ուր որ գնաց բան։ Հա։ Չէ, ես որպես մարդ, որպես մշակույթի ներկայացուցիչ, լավ, թողնենք, ինչ էիք պարում։ Նույնիսկ այդ պոստ էի գրել, որ մեր գյուղում սիրուն պատմվածքի նման էի գրել, ընկերներ էլ կային, ասում սկզբում որ կարդացինք, մտածեցինք պատմվածք է ինչ-որ։ Գյուղի բանը հիշեցի, ոնց էին մեր բարբարով ասում գնանք հորթերին ջրելու։ Եվ դա գիտեք հորթի ջրելը ինչն էր, որ դույլով ջուրը տիտանենք, այդ հորթերը որ արդեն գիտեին, մենք մոտենում էինք ջրով դույլին։ Տեսնում էին ինձ օրեղբոր տղա, սկսում էին այդպես թռվռալ։ Հա։ Այսինքն նույնիսկ հորթը ինչ որ բանի համար էր թռվռում։ Դուք ինչի համար էիք թռվռում։ Դա ասում եմ լավ ասֆալտ առաջնորդ եւ առաջնորդիկներ, ինչի մասին էիք թռվռում։ Լավ եղբայր, դու դե որ գիտեմ գրականության հետ ընդհանրապես կապ չունես, ինքդ ես այդ մասին քո գրքի մեջ գրել, երևում է եւ չեմ էլ կարդացել, կողքի ֆրազներ եմ լսել, որտեղ կապսոսեմ այն ժամանակը, որ քո տառերի միջոցով դիաս փորձեն։ Լավ է, ջանդամ, ինչքան թույլ ես, ինչ ես գրականությունից, լրագրողությունից առավել եւս հիշում եմ այն ժամանակ, երբ որ առիթեր ելում, երբ որ դու ոչ մի բան էիր, քո հոդվածները կարդում էի, բազմաթիվ նույնիսկ տարածքներ էր լինում, բան, այդ թողնենք, լավ։ Այ ախպեր, երաժշտության հետ ինչ գործ ունես։ Ասում այդ մի ձուկն էինք ուտում, գնա հետ էլ հարամարա, այդ երաժշտության հետ ինչ երգեր։ Երաժշտության չէ, հարվածային գործիքների անցել արդեն Դավիթ ջան։ Անցել է երգագրել։ Բա Երգագրել այդ Դարե Գուսան Նիկոլ, տեսեք, համ բառերն ա գրում, համ երաժշտությունն ա գրում, համ բան ա անում, բայց ամեն ինչը վատ ա անում, անտաղանդ մի մարդ։ Էլ չեմ ասում, բայց ես այնքան կուզեի, որ ինքը գոնե թմբուկ խփելով սահմանափակվեր կամ թեկուզ երգեր գրելով սահմանափակվեր եւ եթե քեզ թվում է այդ ամենաանշարժ դաշնակը չէ Դավիթ ջան այսքան աղետ չբերեր մեր երկրի գլխին եւ չլներ պետության ղեկին տես հիմար երգեր թող գրեր իր շրջապատում երգեր ասեն խոսային ուրախանային բայց մի ամբողջ երկիր վարի տա մի պատմություն կա էլի հումորով ուրեմն երաժիշտները ինչ որ կնուկ պետք է նվագեն թե ինչ գործ պետք է նվագեն այդ մեր Ռաբի Զասպարեզի տղերքը դհոլ չի են ման գալիս։ Հա։ Բարապ դհոլ չի չեն գտնում։ Ում զանգում են տղերքից։ Վերջը ինչ որ մեկը ասում է, ինչ ընկերոջ, այս օրինակը շատ են վերել։ Վերջը մեկին գտնում են, որը տենց ասում են, կգաս, ասում է, հա։ Գնում է, ահա որ վատանավագում։ Համարյա այս մարդուն ուման էլի, տենց ավիրում է գործը։ Բայց դե որ վերջանում է բան, մի կերպ յոլա են տանում, ավարտում է, լավա խնդիր չեն ունենում կլիենտների հետ, որովհետև նրանք դե չեն հասկանում, որ դհոլի շատ վատներ։ Ամեն դեպքում վերջանում է, այդ տղերքից մեկը շնուրը հավաքելով է, որ արդեն գործը վերջացել է, բաներն են հավաքում, ստեղնաշարային գործիք նվագողներից մեկ ասում է եղբայր, որ քեզ ասում են գործ կա, ինչի չես ասում հարմար չի։ Լավն է։ Հիմա անցնեմ այս մտքին, որ նախորդ հաղորդումներում նշել եմ, ախպեր ջան,
Լավ, քո մտածած այդ թավշյա ինչ որ բանը արել էիր։ Ախպեր ջանի համար թողներ են բոլոր ախպերները։ Ուրեմն արել էիր, ընդունենք լավ բան էիր արել, ընդունենք փոխտվողը Ալիևն ու Էրդողանը չէին, ընդունենք դու ժողովրդի պորտկումը բան տենց օգտագործեցիր։ Ընդունենք լավ բան էիր արել։ Իսկապես կարող է հարգեի, եթե ինքը կանգներ, ասեր, ընդհանրենք Այս ինչ մարդը թող գա իշխանության։ Լավ, այն մարտի 1-ի որ փախար կռիվը սարքեցին, այդքան մարդ զոհվեց փախար։ Վերջը իմիջայլոց ես լավ հիշում եմ ով էր ասում, կազմեք բարիկադներ եւ ինչ արեք, հա, այդ հիշում եմ ընդեր եմ։ Բայց այդ ժամանակվա առաջնորդը հաստատ sense չէր անի։ Հա, կանչեր Լևոն Տեր-Պետրոսյանին, ասեր մենք վերջապես այս կլանը հաղթեցինք, օրինակ եմ ասում։ Եկեք առաջնորդ։ Արա մի հատ քայլ անեիր։ Երբ կամ ես եմ վարչապետը կամ ոչ մեկը, ի՞նչ է նշանակում։ Կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ասեց։ Հա։ Հիշում եմ։ Դե դա անեցքի նման ինչ որ բանա, հուսամ ինքը չէ, որ սպասենք իրա գիտակցելու մեջ չի։ Իմիջայլոց իր այսօրվա պայքարը մղումը կապ չունի, որ հաճախ ասում են արևմտամետ են, թուրքամետ են, ռուսամետ են, այս մարդը ոչ մի բանի մետ չի։ Իրա կարևորագույն խնդիրը ինքն իրա մետ է, հա։ Ամենակարևորը, որ ինքը մնա աթոռին։ Այդ աթոռին մնալու համար, եթե պիտի Թուրքի հետ լավ լինի, Թուրքի հետ լավ գնի, եթե գան ասեն ճապոնացիները կարան քեզ օգնեն, հայ-ճապոնական հարաբերությունները կարող են նոր մակարդակի, այսինքն կապ չունի, ինչ լինի, կարևորը էդ է, իր աթոռը պահելն է։ Մենք պիտի ժողովրդին հասկացնենք, որ սա ոչ մի քաղաքական եւ գեոպոլիտիկ ուղղություն չունի, նայած այդ պահին իրան ով կպահի։ Այս է խնդիրը։ Լավագույն կտավը հայելին է։ Միանշանակ։ Իսկ այդ կտավ սիրողները, ովքեր կտավի փոխարեն հայելիով են հիանում, դրանք մարդկության վերջի սկիզբն են, մարդկային արժեքի։ Սաշա ասում էր, մի վախեցեք, որ մարդիկ կվերանան, վախեցեք, որ երկրագնդի վրա կախված կնեն մի քանի միլիարդ ինչ-որ բաներ։ Մի անեկդոտ էլ կա, հրաշալի, որ երկիրը մի քանի միլիարդ տարի առաջվա ընկերոջն է տեսնում դիեզերքում, տենց հանդիպում են, ասում է ոնց ես երկրին հարցնում, ասում է լավ են, բայց այս վերջերս այ մարդ մի քանի միլիարդ ինչ-որ բաներ են վերես առաջացել, մի քանի հազար տարի է։ Այ մարդ էլ ջանս է խոր գալի, էլ տակից փորում են վերայից պայթացնում են, թշնամացել են իրար են ուտում, sense բաներ արտան։ Ասում ախպերին վրա էլ էին առաջացել, ասում արագություն վերցրու տորմուս դուր։ Հիմա մենք երկրի հերն նենց ենք ալիցում, ես խեղճ բոլորակը զարմացել է մեր վրա, ընգելա կերակը, ընգելա այն բանը, չգիտի ինչ անի։ Բավոր տորմուս դե ջանդան թե չի տա, որտեղ ընդեղ հավերժություն կա, գնում հավերժության մեջ դավաճանություն չկա, հավերժության մեջ թշնամություն չկա։ Երկրային արժեքների վրա հորինված ինչ-որ բաներ են, մենք փորձում ենք մաքսիմում բնությանը մոտ լինել, որ մաքսիմում քիչ վնա։ Ես միշտ ասում եմ, ստեղծագործելը գիտեք ինչ է, թե մեղեդի, թե խոսք, թե կերպարվեստ, լռությանը վնաս տալն է։ Երգը ինքը լռության վնասն է, որտեղ լռությունից մեծ արժեք նույնիսկ միջնադարյան տաղերը չեն։ Նույնիսկ նարեկացու հավունը, որ ինձ համար թերապիա է, իմ նշաձողի պիկը վերցրեցի, կամ Բախի օրատորիաները կամ ինչ, բայց դրանք էլ նույնիսկ լռության փոխարինող չեն։ Ուղղակի լռությունը ընդհատելուց այնքան զգույշ պետք է լինես, որ լռությանը չնեղացնես։ Որովհետև մշակույթը է դա։ Իսկ բարայի կուլտուրան Շահրայան Ռոլանդը երբ որ տղայի ստեղծագործությունները դիկարդար ասեց Վերականությունը սկսվում է բառը զսպելուց։ Լավ բան է։ Ասես եւ Վարդանի մոտ ստացվել է քիչ բառով շատ բան ասել։ Երբ որ Շիստակովիչի մասին Արամ Խաչատրյանին հարցնում են, ասում է՝ «У него мало нот, много содержания»։ Քիչ հնչյուններով մեծ միտք է տալիս։ Քիչ խոսքով շատ բան ասելը, քիչ գույնով մեծ կտավ տալը։ Դե դա ներքին խորության խնդիր է եւ մարդու շերտերը պիտի կարողանան բերեցինք մի խավ, որ մի անեկդոտ էլի այսօր ոնց որ լավ եղավ, բայց հետաքրքրել եմ,
Չէ, Լենականցի որ մի հատ վուլգար ռակած կնոջ է տեսնում, աղջիկը ասում է՝ «Քուրջան, ոտերդ բրձավ, հələ տերեդ չի սկսե»։ Ինչը չի սկսել։ Ոտերդ բրձավ, հələ տերեդ չի սկսե։ Դերեդ, հա։ Դերեդ, հա, շուտ։ Դերեդ, ես չհասկացա։ Յուբկան, էլի։ Այ դերեդ։ Յանի շատ վատ է հաղթել։ Հիմա այս մարդամեկը որ խոսում է, ասում եմ՝ «Եղբայր, բառերդ բրձավ, հələ միտքդ չի սկսել»։ Բառակույտ հանելը բոլորն են այդպես։ Դե տեսեք, բաները խոսքերը ինչ են ասում, այդ կարգախոսերին նայենք, անուններին։ Օրինակ, ես անկեղծ եմ ասում, հարգանք ունենալով բոլոր կուսակցությունների հանդեպ, բացի ԿՊ-ն, որևէ կուսակցության ոչ անդամ եմ եղել, ոչ էլ համակրել եմ, ես ընդհանրապես ընկերներ ունեմ բոլոր դաշտերում։ Ինձ որ շատ են գնում դաշնակ ալկաշ բաները։ Հələ ալկաշը հասկացանք, դաշնակ չեմ։ Հետո ալկաշ էլ չեմ, իսկապես չեմ։ Խմել սիրում եմ, երբեմն ենթադրենք շաբաթը կարող է երկու անգամ ընկերներ։ Է Դավիթ ջան, կարդում եք, ինչ եք կարդում, ինչ եք սրտի մոտ ընդունում, է դրանք։ Բայց եկեք հիմա նայենք այդ թվարկածս կուսակցությունների անունները, ենթադրենք Բարգավաճ Հայաստան։ Ամփոփիչ միտքեր։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Բանա, անուն։ Հայ հեղափոխական դաշնակցություն։ Եվ սենց կարող եմ թվարկել։ Իսկ ասեք քաղաքացիական պայմանագիր ինչ է, շարադասորեն։ Լուրջ եմ ասում, եթե բացատրեք կարող եմ ներողություն խնդրել։ Քաղաքացիական պայմանագիր եւ իմ քայլը, ուր։ Քո քայլը ուր, եղբայր։ Ապագա կա, ապագա։ Լավ են վերջի ապագա, որ չլներ կարող կմտածեին, որ ապագա կա։ Բայց հետոյի ապագան ինչ է։ Կրիր որ կրենք իրանց վախտով ստեղծված կարգախոսեր այդ բաների մասկեքի։ Ասեք ոնց էր, ասեք կանեմ։ Դե էլ ասեք կանենք, գոնե ասեք կանեմ։ Գոնե ասելիքի առումով, բան ասեք կանեմ, յանի։ Դա որպես միտք սկսում եւ ավարտում։ Բայց մեռանք ասելով չեն անում։ Բայց իմ քայլը ինչա, կրիր որ կրենք, ում կրես, ինչը կրես։ Եղբայր, այս դատարկություններից դուք չեք։ Բայց դա էլ է իր Գուսան Նիկոլի, Աշուղ Նիկոլի կոնտեքստից է, որ ասում է իմ քայլը, չէ, իմ քայլի մասին մի անհեթեթ երգ ունի։ Այդ իր ստեղծագործությունից մեկ բառակապակցություն է վերցված։ Ես դրա համար եմ ասում, երբ որ շարադասորեն դուք չեք կարող կարգախոսի միտք ստեղծեք։ Ներողություն նախկինների ժամանակ, օրինակ, ես երեք որ քեզ գրել էի հիշում եւ պահանջում եմ։ Հա, դա որ ասի հիշում ես հաղորդման համար, տենց էի գրել։ Ամենա անհասկանալի կարգախոսներից մեկը էր, բայց հիմա որ նայում ես, ինքը ոնց որ Միջնադարյան ասելիք լինի։ Հիշում եւ պահանջում։ Որը ֆիքսվեր ինչ է։ Դեգեներատիզմի մեջ կներեք ֆեզներեն, արդեն դա բաներ։ Բայց տենց վատը չէր իհարկե այսօրվա։ Դե հա, ես չեմ ասում վատներ, ես ուզում եմ ասեմ սրանց համեմատ դա։ Հա, բայց սրանք հիշում եւ պահանջում եմը ինչ արեցին։ Հիշում եմը պահեցին, պահանջում եմը հանեցին։ Բայց սրանք խմբագրել են դա։ Ցեղասպանության 100-ամյա։ Հիշումներն էլ են դες հանելու։ Դե հիշում եմը թողել էին, պահանջում եմը հանել են։ Կորոնայից անցել է հիշողությունը, էլի։ Ոչ հիշում ենք, ոչ պահանջ։ Դե հիմա այդ իրավիճակն է արդեն մենք ոչինչ չենք հիշում, ոչինչ չենք պահանջում եւ սրանք մեր կյանքը վերածել են այնպիսի իրականության, որ 18 թվականից է սկսվել ամեն ինչ։ Մինչեւ 18 թիվը բան չի եղել։ Ոչ մի բան չի եղել։ Այս ամեն ինչը պետքա վերջանա, ես վստահ եմ, որ պիտի վերջանա եւ հաղորդման ընթացքում Դավիթ խոսեցիք այ բարոյալքման մասին, այ մարդու որակական անկման մասին խոսեցիք եւ նաեւ մի շատ լավ բան ասիք այդ պատվիրանները, որ գրած չներ, ինչ պիտի կարդայինք, որ նոր անենք, այսինքն մարդը մեջից որ չունենա այդ ամեն ինչը, էլի ինչ։ Հիմա տեսեք, այսօր այդ բարոյալքման խորը ճգնաժամի մեջ ենք մենք հայտնվել ազգովի եւ անպայման ուզում եմ անդրադառնամ այն հանգամանքին, որից խոսեցիք սկզբում, որ այսօր նույնիսկ մեր զոհված առյուծ տղաների մասին որևէ միջոցառում անելը, որևէ չգիտեմ, հիշատակի երեկո անելը դարձել է խնդիր։ Ինչ մասին էր խոսքը, Դավիթ ջան։ Ձերժիսկու անվան դպրոցում պիտի անցկացնեինք Դևի հուշերեկոն։ Դավիթի Սրապյան, այնտեղ է սովորել
Եվ ես մերոն Շուշանը պիտի Ես երկեին։ ասեմ Ձերժինսկին Չարենցի վրայի 20-րդ դպրոցն է։ Հիմա ոնց էր կոչվում Ձերժինսկին։ Չգիտեմ։ Ձերժինսկի չի էլ, հա։ Չգիտեմ։ Ես ուղղակի ուզում եմ հաստատում։ Որ բանը Տեղանքով իմանա Չարենցի վրա թիվ 20 դպրոց, ես գիտեմ շատ լավ։ Պրոտոկոլը եւ թույլ չտվեցին։ Տնօրենը ասել էր դիմեք կրթության նախարարությանը, դիմել էին, այնտեղ մի քանի օքի թույլ չտվեցին։ Թույլ չտվեցին այդ Արցախյան պատերազմի հերոս, որ սովորել է այդ դպրոցում, այդ դպրոցի դահլիճում, դպրոցի երեխաների կողքից հյուրերի բաների համար 60-ամյակի հետ կապված, որտեղ այս տարի ինքը փետրվարի 4-ին դարել է 60 տարեկան դեպը։ Եվ այդ երեկա, որ պիտի անենք Ղազարյան Արսենը ռեժիսորն է, ես, Շուշանը, Մերոն, մի խոսքով հավաքված իր դպրոցի երեխեք կային, որ ուզում էին մասնակցել։ Հիմա պիտի որևէ դահլիճում անենք եւ հասկացանք որևէ դահլիճում պիտի օրինական ձևով անենք, որովհետեւ արդեն եթե դպրոցում չեն թողել, դահլիճում որ հին հայերենով ասենք, գանք ձեր դահլիճում անելու եւ ոչ մի թուղթ ու ստորագրություն չլինի, կարող է այդ դահլիճի տնօրենը կամ դահլիճը խնդիր ունենա։ Այսինքն ես բառացի կոնկրետ ասեցի օրինակ։ Արմինե Պետրոսյան ունենք, հրաշալի մարդ, մտավորական կին, որ ինքը զբաղվում էր այդ հարցերով եւ ընդհանուր այդ բան ունենք սոցցանցային ինչ-որ բան, որտեղ գրեց որ սենց է։ Հիմա ինձ հետաքրքիր է ինչ կարգի միջոցառումներն է թույլատրելի։ Լավ, ազգային արժեքը չեք գնահատում, ընդունենք որոշել եք հայրենասիրությունը որպես երևույթ ինքս էլ հայրենասիրությունը տենց առանձնապես այ որ հայրենասերներ չաշխատեին, ոմանք այսօրը չէին կընկնել, էլի, այն բեղերով հայրենասիրությունը ինձ համար օտար բան է։ Հայրենիքս սիրում այն, ով մարդել է սիրում։ Դրանք իրար կապակցված բաներ են։ Համամարտկային արժեքը որ չսիրես, հայրենիքիդ մի խափի։ Եվ եթե հայրենիքը չսիրես, այն համամարտկայինին մի խափի։ Երկուսը դրանք հորումոր նման բաներ են։ Դավիթ, ես ուղղակի Հիմա ինձ հետաքրքիր է, լավ, հայրենասիրությունը ազգայինը դուք չեք ընդունում։ Ինչ եք ուզում անել։ Օրինակ, կարաք մի հատ համամարտկային արժեքից խոսել, որևէ մեկը, այդ ձեր տեղակալներից սկսած մինչև ինքը։ Լավագույն դեպքում կարող եք անունը տալ, բայց ոչ մի ֆրազ, ոչ մի գրական ֆրազ, օրինակ Շեքսպիրից մի բան, չգիտեմ, Մոլիերից, Շիլերից, ինքեր բանասեր։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետը չձգած Չավարտած։ Լավ, Բեթհովենից, Բախից, որ մի թե Բեթհովեն, Բախ լսած լիներ, հաստատ այդ ապուշությունը չէր գնում։ Ինքը կյանքում չի կարող Բախ լսած լինել, Բախ լսած մարդը այլ եթե ազգայինը մերժում եք, ի՞նչն եք ընդունում։ Այսինքն դուք մարդկայինն եք մերժում, որի մեջ մտնում է մարդկային արժեքը, համամարտկային կոդը, տիեզերական, որ կարելի է մշակույթ կա, այս կա, այն կա եւ ազգային կոդը։ Երկուսն էլ մերժում եք, այսինքն մարդուն փոխանակերպում եք կոմպյուտերի, iPad։ Դավիթ, կներեք, ես պետք է անդրադառնամ այդ թեմայի մի հատ փոքրիկ ճշտում անեմ։ Մերժեցին ձեզ Դևի 60-ամյակը նշել իր իսկ ավարտած դպրոցում, ինչ պատրվակով, ասցին ինչու չենք թույլ տալիս։ Նամակը կար, ես ԿԳՄՍ-ն է մերժել։ Հա։ Այսինքն նախարարությունն է մերժել։ Այսինքն օրենքով տնօրենը պիտի առանց նախարարության դիմելու, որտեղ դպրոցի միջոցառումը։ Բայց Երևանի դպրոցները պատկանում են Երևանի քաղաքավարի, հա, ավագ դպրոց էր։ Հա, իրելի։ Հա, ԿԳՄՍ-ին է պատկանել։ Նախարարությանն են գրել։ Նախարարությունը թույլ չի տվել, հա։ Թույլ չի տվել։ Ես դրանից չեմ խուսափում խոսելու, որովհետև ես այն դեպքը չի, որ խաբար եմ տալիս, որ վատս գամ, մեր հետ կատարված դեպք է։ Կներեք, դա խաբար տալու բան չի, Դավիթ ջան, դա հակառակը դուք պիտի շուտ ասեիք, մենք իմանայինք, մի հատ դրանով զբաղվեինք։ Չէ, իրապես զբաղվե։ Մամուլը պետք է անմիջապես արձագանքի այդ ամեն ինչին։ Դա ինչ սրիկայություն է, ո՞նց է թույլ չեք տալիս։ Եվ բանը շատանա, հնչեղությունը շատանա, դուրս կգա, որ Դևի անունը չարաշահում է։ Ես ինքս չեմ ուզենա, որ տղեկին իջացնենք ստեղ իրանց անվան հետ կապված։ Դե սրանց դեպքում նորմալ է, չեն թողել ջանդամը թողնել, տղեկը իրանց արխայության մեջ են, իրանք թքած ունեն։ Մեկ-մեկ որ հավաքվում ենք խմելու, ասում են փառք տղերքին, ասում են տղեկ փառք ամենաայլանդակ բանն է։ Տղեկը որ փառք սիրեին, չէին զոհի։ Փառք սիրող զոհվելու ճամփեն չգիտի։ Տղեկը թքած ունեն, փառքի վրա էլ, մեր տված փառքի վրա էլ ու ամեն ինչի։ Տղեկը այնտեղ
Անենց ազատության մեջ են, ոնց որ այն օրը Սրբազանը դատի ժամանակ շատ սիրուն ասեց։ Դատավորին եւ դատախազներին ասեց դուք մեղք եք, ես իմ մեղքը գալիս եք։ Որովհետեւ ես ազատության մեջ եմ, իմ հոգին թռնում է, ձերը կախման մեջ է։ Իսկապես մեղք են։ Մեղք են նրանք, ովքեր կախված են մի բանից, որը գոյություն չունի։ Մենք կախված ենք հոգուց, որը տիեզերքինն է։ Մենք հասկանում ենք, չեմ ուզում ինձ լավերի դասին շարքեմ, լավերի շարքին դասեմ կներեք։ Բայց ես իմ արժեքը ուրիշ բան է, իմ արժեքը անհոգությունն է, սիրելն է, ինչ որ մեկին մի բանով օգտնակալ։ Ես դրա մասին ոչ թե մտածում եմ ում վերագրեմ, որ հեռախոսով նկարողներ կան, չէ՞, խախտում են նկարում, որ գործ տան, ծիծաղելի եք, զզվելի եք։ Դավիթ, մեր ազգը այս որակների մեջ վաղուց է։ Բաժանած փիլիսոփայությունը ամենակատարյալն է, մարդկա ելել է շալակն աշխարհի, մարդկա աշխարհն է շալակաստանում։ Շալակաստանողը ամբողջ կյանքը պիտի ապրի պարտքի զգացումով, որ ինչ չարեց, շալակն ելածը պիտի մտածի ինչ իր համար չարեցին։ Ինչը մնաց, որ պիտի անեն։ Եվ այս շալակ նելածները սովորաբար ծնունդով չեն եկել աշխարհ։ Իրանք առաջանում են։ Եվ քանի որ չեն ծնվել, որևէ օր պետք է վերանան, որտեղ մահը վաստակ է։ Մահը ամեն մարդու տրված չի։ Ինչքան էլ որ իրանցել են այդ արարողությունով տանելու էլի քառակուսի փայտի կտորի մեջ, բայց ամեն մարդու տրված չի մեռնել։ Օրինակ հիմա Նայիրի Ունանյանի որ մի բան լի ինչ հայտի մեռավ։ Դե փաստացի Ֆիզիկապես այդպես այն։ Ինքը առաջացածները վերանում են։ Ես դրա համար այդ առաջացածների մասով միշտ ասում եմ հալա ներում ենք։ Առաջացածներից մեր երկիրը կձերբազատվի։ Երկիրը երբեք առաջացածներից չի կարող ազատվի։ Իհարկե, եթե սա նկատի չունեք, ես մեր երկրի մասին եմ խոսում, մեր երկիրը ես ինչի մեջ եմ բերում ձեր ասած առաջացածներ եզրույթ է ուղղակի։ Ցավոք սրտի մենք դեմոկրատիա ասածը, եթե չեմ սխալվում, տերմինոլոգիայով ես հիմա հաջորդ բառը չեմ գտնի, բայց առաջացել է Հունաստանում այն մյուս բառի հետ միասին, որը նշանակել է ազնվականության հավաք։ Ահա։ Ինչո՞ց այդ չեմ հիշում։ Այսինքն դեմոկրատիան անցել է այդ ընտրված 20-25%-ի մեջ, նոր դրանք են ընտրել, կրթական ճանապարհ, ինտելեկտուալ ստուգումներ, հոգևոր մտածողություն, կրոնի եւ հանդեպ նոր այդ մարդը, եթե այդքան ճանապարհ անցնում է, ես չգիտեմ, եթե այդ ինչ որ բանացիան մեր մոտ լիներ, ես կանցնեի, ընտրող կլինեի, թե չէ, որտեղ շատ մեծ նշաձող են վերցրել։ Նոր դրանից հետո ինքը իրավունք ունի ընտրել։ Այդ մարդկանց սարքել եմ շոու աստղեր արդեն, բայց այսօր երկրորդ անգամ պիտի անունը տամ։ Հիմա պատկերացնում եք Հովհաննես Չեքիջյանը այս երկրի քաղաքացի է, նաև քաղաքացի է Աշտարակի Ռուստամը։ Երկուսը հավասար ձայն ունեն։ Չեքիջյանի պահով ես Ես որպես դիրիժոր չէ։ Դե որպես դիրիժոր, հա։ Ես որպես երաժիշտ, որպես համաշխարհային գիգանտ, ես օրինակներ եմ ընդհանրապես։ Բայց անկախ ամեն ինչից չեմ քաղաքականացնում։ Ես կարծում եմ, որ այդպիսի մեծություններն էլ պետքա կարողանան նաև ներդաշնակ լինել իրենց ժողովրդի դարդու ցավի հետ։ Կներեք Դավիթ ջան, ես եմ։ Հեսա 100 կհասնի ու 105 հոգանոց 100-ից փոքրներն էլ են նույն կերպ։ Ցավոք սրտի չեմ ուզում այս ծանր թեմային անդրադառնամ, որովհետև այսօրվա իրականության մեջ մենք տեսնում ենք, թե մեր մտավորականության մեջ, մեր արվեստի ներկայացուցիչների մեջ, գիտակրթական տարիքով մեծ եւ հանճարեղ մարդու անուն ծայրահեղ, այսինքն բայց թե հիմա է դա ձևով երկարվեստում հիմա երկրորդ անունը չեն տա, բայց ենթադրեն կոմիտասի հետ կարան համեմատվել։ Որտեղ նշաձող չկա, որևէ պետական նշաձող չկա, որ այս կոմիտասն այս դու ես։ Իմիջիալոց Բախի մասին խոսեցիք, ասացիք Բախ լսած մարդը երբեք չի կարող այդպիսի հոգի եւ ներքին բարոյականություն ունենա։ Նրանք երբեք Բախ չեն լսել, նրանք չեն էլ իմամ դա ինչ է։ Այդ որ ասում եք տղճիկ են տալիս, իդեպ այդ երգը, որը ռաբիզ ժանրի երաժշտություն է, այդ ոնց էր այդ ուր որ գնաս հետդ կգամ, հա։ Այդ երգի հեղինակը ինձ ընկեր է եւ շատ տակարքին տղա է։ Հա, այն ժամանակ դա երևի թե 90-ականների վերջին բավականին պոպուլյար էր, չէ՞ այդ երգը։
այդ չեմ ուզում բանալ, բայց ավելի այսպես բան ավելի ցածր խավի ներկայացուցիչների համար նենց սիրելի մի երբեմն հմեկով չի եղել դա, հիմա նոր Նիկոլովը հմեկ մտե։ Տիգրան Ժամկոչյանը հանրային հեռուստաընկերություն մի հատ նոր պրոյեկտ ուներ, գործիքավորում էին այդպես գործերը ու երգում էին։ Ինքը նաև Ֆորշի երգը երգեց, եթե չեմ նայել, չեմ հետևել, հանրային չեմ նայել Ժամկոչյան Տիկոին որ գրեք Ֆորշի երգը որն էր, չեմ հիշի, հիմա մի խոսքով գրեք Ֆորշ եւ Ժամկոչյան Տիգրան ինքը երգում է շատ սիրում է։ Բանը երգում։ Ես ուզում եմ ասեմ, այս երգը Նիկոլը ջազմենը, բայց դա 17 տարեկան ես երգը սիրում էր։ Այս իրա սրտի երգն է եղել, այսինքն այն ամենակարևոր տարիքային շրջանը, որ մարդը կրթվում է, զարգանում է եւ այլն, հա կարող ես այսպես հավեսի համար ինչ որ միջավայրում լսես, բայց փաստորեն 50 անցա, մինչեւ հիմա դա է լսում։ Հասկանում եք։ Հիմա մոտ 60-ի մոտ մարդ, հա։ Նույնիսկ մասնագիտությունը չեմ ասի, որ հանկարծ մարդկանց հայտնի չդառնա, ինչ է, ամենահայտնի դեմքերից մեկն է երկրի։ Ինչ որ առիթով խնդիր է եղել, ասել են Չելենտանոին ասենք։ Ահա։ Ասել այդ ով է։ Իրոք։ Այսինքն Չելենտանո չճանաչել է, լավ դու բլեֆը չես նայել։ Լավ գոնե էլի, հա։ Որ այդպես մարդ չկա էլի այդ սերնդի։ Այսինքն հիմա եթե 60-ա, ու եթե հիմա 20-30 լինի, բլեֆը հիմա արդեն կարա նայած չլինի։ Կարա նայած չլինի, հա։ Բայց 60 տարեկան։ Դե բայց դե ոնց կարող ես Չելենտանո։ Եվ Չելենտանո անունը ուղղակի չիմանալը դա։ Անկամ այսօրվա երիտասարդությունը մեր ոնց կարող է չիմանալ։ Դե հիմա այդ եմ ասում, մարդկանց մի մոդել կա, որ մշակույթը իրանց մոտ սահմանափակվում է այնքանով, ինչքանով իրանք են։ Ինչքանով իրա սիրած վերնաշապիկն է։ Չգիտի որ այդ շատ ռաբիզ է։ Ինչքան էլ որ կողքիդ իմիջ մեյքերն ասում է որ այդ սիլոյով դու ինչ որ կերպար ես, շատ տգեղ ես։ Եղբայր։ Դավիթ Ոչ մի բան մի դիր, այդ տենց կա, ոնց կաս մնա։ Լուրջ եմ ասում, որտեղ ես Քամալյան Ռուբոն իմ ընկերը սիլոյա դնում, սազում է իրան, բայց որ հիմա Ռուբոին տեսնեմ չեմ կարող պատժել։ Իմ երկհան ընկերն է հրաշալի մարդը։ Դրես կոդը փոխեք Դավիթ ջան, դրես կոդը փոխեք ձեր ընկերոջ։ Հա, չէ, ուզում եմ ասեմ, եղբայր տգեղը, լավ, ես իսկապես անկեղծ եմ ասում հորս արև, հավատացեք, այս պահին իմ անձնական ամբիցիաները դնում եմ եկում, դա մեր երկրի առաջնորդն է։ Ինձ տհաճ է, որ որևէ երկրի առաջնորդ քեզ տեսնի ծիծաղի։ Դե, պետք է արդեն չզարմանալ մարդ չկա, որ ասի, պարոն, ինչ որ բան, այդ երկը լավը չի։ Լավ, երաժիշտ չկա կողքը, դե Վահագն Հայրապետյանը շփվում էր, հենց անգեիր արցներ տեսներ լավն է, վատն է։ Բայց գոնե կասել, որ նոր թեմաներ եք բացում Դավիթ ջան։ Չէ, ես դրա համար եմ ասում, ինձ համար Վահագն Հայրապետյանը դաշնակահար Վահագնն է, վերջ։ Անցնենք այն կողմ։ Հիմա ես ասեցի, չէ, ոչ մի։ Դե ուրեմն հարմոնիկ են իրար հետ, ինքն էլ չուզում ասի չնեղացնի, ասում է լավ մեր։ Դե ուրեմն ես Վահագի անունից ասեմ, որ շատ վատ երգ է։ Եթե կկասկածես, զանգի Վահագից հարցրա։ Իսկ եթե Վահագը քեզ կասի, որ լավ երգ է, ուրեմն Վահագին էլ է պետք ուժել։ Դավիթ, շնորհակալ եմ մեր այսօրվա զրույցի համար։ Այսօր ուրիշ ձև եղավ մեր զրույցը։ Ավելի սենց մի քիչ իսկապես հումորային ստացվեց, այդ սարկաստիկ ավելի եւ այս ամեն ինչի մեջ շատ խորը մտահոգություններ կար իրականում։ Ռեժիսորներից ամենասիրած ժանրը որ ռեժիսորը ինձ համար Կոստուրիցան է։ Տրագիկոմեդիա է։ Ու այսօր այդ բոլոր շերտերը փորձեցիք ներկայացնել այս տեսանկյունից։ Ես շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, այսօր հյուրընկալվեցիք Մեդիահաբում։ Ես եմ շնորհակալ։ Մեզ միայն մնում է ուժ եւ կորոտ ունենալ եւ դիմադրել, դիմադրել, հավատալ մեր ապրածին եւ հաղթել։ Երբ որ հավատանք ինքներս մեզ կհաղթենք։ Ես վստահ եմ։ Ուղղակի պիտի հասկանանք ինչին ենք հաղթում։ Այնց այդ ինչը նկատենք այդ դատարկությունը համապայման հեշտ կա։ Դևին հաղթելն է պետք։ Վերջի մասին ենք ասել։ Դև բառը ափսոս է, մեր դևը։ Չէ, ես դև իրական դևի մասին եմ խոսում, ոչ թե մեր հերոս դևի մասին։ Շնորհակալ եմ։ Իրանն էլ կարգին դևը, գոնե դևա, քանի է ինչ խորհրդանիշ է։ Ճիշտ է։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր
երաժիշտ, երգահան Դավիթ Ամալյանը, իսկ մենք կհանդիպենք 5 շաբթի, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։